Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի հերթական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Ավելին ԿՊ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ոչ միայն ընտրություններին է գնալու, այլև ֆլեշմոբ են սկսել առաջադրումներով։ Փորձել են կապվել ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ տալ նույն հարցերը։ Եկեք միասին լայվ ռեժիմով զանգենք կուսակցությունների խոսնակներին եւ պարզենք, արդյոք մասնակցելու են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ու ինչ քաղաքական ուղղվածություն ունեն։ Պլանավորում եք մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մենք հակառակ բան չենք ասել։ Իսկ ձեր քաղաքական ուղղվածության մասով ինչ կասեք, պարոն Սաղաթելյան։ Դաշնակցությունը ազգային ընկերվարական կուսակցություն է։ Ուզում էի ճշտել, մասնակցելու եք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այսինքն պլանավորում եք գրանցում ստանալ։ Այդ հարցը ես կարող պատասխանեմ նոյեմբերի 16-ից հետո։ Խորհրդարանական ընտրություններին սպասվելիք, պատրաստվում եք մասնակցել։ Իհարկե։ Եվ եւս մեկ հարց, ձեր կուսակցության քաղաքական ուղղվածության մասին։ Ինչպիսի քաղաքական ուղղվածություն ունի, պահպանողական, լիբերալ, ազգային դեմոկրատական։ Մասնակցելու եք սպասվող 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես հանրապետական կուսակցությունը բազմիցս հայտարարել է այդ հարցը, անգամ չենք էլ քննարկում մեր ողջ ռեսուրսը հիմա դրված է իմպիչմենտի գործընթացի վրա։ Եվս մեկ հարց, ինչպիսի քաղաքական ուղղվածություն ունի ձեր կուսակցությունը, լիբերալ, դեմոկրատ, նեոպահպանողական։ Մեր ձևով շարժումից մեզ գրավոր պատասխանեցին, խոսնակը հրաժարվեց մեր զանգի ընթացքում պատասխանել։ Մեր ձևով շարժման խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ խոսել է Հայաստանում խաղաղ իշխանափոխության օրակարգի մասին եւ շեշտել, որ մենք այդ ճանապարհը նախ եւ առաջ տեսնում ենք ընտրական գործընթացներով, ինչը իհարկե ենթադրում է շարժման հենքով ձևավորված քաղաքական ուժով մասնակցություն հերթական կամ հնարավոր արտահերթ ընտրություններին։ Միասնության թևերի խոսնակը նույնպես չպատասխանեց մեր հարցին, ասաց կփոխանցի հարցը կոմպետենտ մարդու։ Մեր զանգերը անպատասխան թողեցին Հայրենիք վերածնվող Հայաստան կուսակցություններից։ Կուսակցությունների նոր ցուցակը փորձեցինք ճշտել նաև Արդարադատության նախարարությունից։ Նրանք նույնպես մեր զանգին չպատասխանեցին։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։